Google-ի գոյության ողջ ընթացքում այդ անունը եղել է այդտեղ, սկսենք այդտեղից։ Կհանձնվի Տիգրանաշենը Ադրբեջանին թե ոչ, Փաշինյանը ուղիղ չի պատասխանել, ասել է սահմանազատմամբ կլուծի հարցը։ Սահմանազատման ընթացքում կլուծվի։ Թեման քննարկվում է, որևէ պայմանավորվածություն, հայեցակարգ այդ հարցի լուծման վերաբերյալ այս պահի դրությամբ չկա։ Այսպես է պատասխանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անկլավների վերաբերյալ հարցին։ Տասնյակ անգամներ ենք խոսել։ Պետք է նայվի, թե այդ հարցին մենք ոնց ենք մոտենում։ Պատասխանելով լրագրողի հաջորդ հարցին, թե ինչպես եղավ, որ Google-ի քարտեզում Տիգրանաշենը քյարքի դարձավ, Փաշինյանը նշել է, այդ անունը Google-ում միշտ է եղել, պարզապես ոմանք նոր են նկատում։ Google Earth-ը ինչքան գոյություն է ունեցել, այդ անունը այդտեղ է եղել։ Օրերս քարոզարշավի ընթացքում քաղաքացին Հայաստանի վարչապետին հարցեր ուղղել, որ 3 բնակավայրերն են պատրաստվում հանձնել Ադրբեջանին։ Փաշինյանը նշել էր երկուսի անունը, իսկ երրորդինը ոչ։ Ուղղակի իմանանք, էլի որտեղ ենք։ Ադրբեջանի 3 տարածքները, որը Վարխուդարլի, Խելեմլի Վերլուծաբանները ենթադրել էին, որ խոսքը հենց Արարատի մարզի Տիգրանաշեն բնակավայրի մասին է։ Ազգային անվտանգության ծառայողները վաղ առավոտյան ներխուժել են պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի գլխավորած Մայր Հայաստան կուսակցության գրասենյակ։ Նախորդին քննչական կոմիտեն Թևանյանին մեղադրել է պետական դավաճանության եւ լրտեսության համար։ Տեսանյութը Facebook-յան իր էջում տարածել է կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։ Կադրերում ուժայինները նրանից պահանջել են անջատել հեռախոսի տեսախցիկը, ի պատասխան նա պահանջել է ցույց տալ խուզարկության թույլտվությունը։ Խուզարկություններ են նաև ազգային ժողովի падգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը։ Լուրը հաստատել է падգամավորը։ 24 News-ի մեր գործընկերների հետ զրույցում նա հայտնել է, որ իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային գրիչներ, որոնք ըստ խուզարկողների կարող են վերաբերել նախընտրական բարեգործական արգելքը խախտելուն։ Գրիգորյանը նաև ասել է, որ տեղյակ չէ, թե արդյոք իր թիմակիցների շրջանում կան ձերբակալվածներ, բայց խուզարկությունները մի քանի տեղ են ընթանում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ խուզարկությունը տեղի է ունենում քրեական վարույթի շրջանակում, թե ինչ գործի մասին է խոսքը կառույցն առայժմ չի հայտնում։ Մարտուն Գրիգորյանն այս տարվա խորհրդարանական ընտրություններին ընդգրկված է Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակում։ Այս բան դեպքի վայրում զնուցում են կատարում Հայաստանի։ Մայիսի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սևանում։ Կեսգիշերին ոստիկանությունը ահազանգ է ստացվել, որ Mercedes Մակնիշի մեքենայում դիկ կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հղի կնոջ եւ ամուսնու վիճաբանության ընթացքում կինը իրեն դուրս է նետել մեքենայից ու մահացել։ Կատարվածը իրականում ինքնասպանություն է, թե սպանություն կպարզվի նախաքննության ընթացքում։ Դեպքի վայրում իրավապահները հայտնել են, որ վերանշյալ ամուսինը նախկինում իրավապահների հետ առնչվել է ընտանեկան բռնության հատկանիշներով։ Ճապոնիայում այրվել է 1000-ամյա հավերժական կրակի տաճարը։ Սրբազան կրակը, որը պահվել է Ռեյկադո դահլիճում, վառ է մնացել ավելի քան 1200 տարի։ Այն նույնիսկ պահպանվել է Հիրոսիմայի վրա ամերիկյան միջուկային հարվածից հետո։ Հարստացված ուրանն ամեն կերպ Իրանում պահելու այդ երկրի հոգևոր առաջնորդի հրամանինի պատասխան ԱՄՆ նախագահն այսօր ասել է, որ իրենք վերցնելու են այդ ուրանը եւ ոչնչացնեն։ Մենք այն կվերցնենք, մեզ այն պետք չէ, մենք դա չենք ուզում, հավանաբար կոչնչացնենք այն, բայց մենք թույլ չենք տա նրանց ունենալ դա։ Թրամփը վստահ է հարստացված ուրանը օրերից մի օր միջուկային զենք է դառնալու ու նոր գլխացավանք իր երկրի համար։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա, հակառակ դեպքում Մերձավոր Արևելքում միջուկային պատերազմ կունենանք, եւ այդ պատերազմը կգա այստեղ, պատերազմը կգնա Եվրոպա։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Հորմուզի նեղուցն անցնելու համար տուրքեր սահմանելու Իրանի մտադրությունը նույնպես դուր չի գալիս Թրամփին։ Ավելին, նա հավատացրել է, թե իր բանակը լիակատար վերահսկում է նեղուցը։ Առանց ԱՄՆ-ի հավանության ոչ մի նավ չի մտնում կամ դուրս գալիս Իրանից, եւ սահմանափակումների պատճառով Իրանն այժմ օրական 200-ից 500 միլիոն դոլար վնաս է կրում։ Right now they are losing $500 million a day is what it's projected. I don't know, it sounds like a lot of money, but whether it's
Թրամփը կրկին պնդել է, թե ամերիկյան զինուժը շարքից հանել է Իրանի հրթիռային կարողությունների 80%-ը եւ Իրանի համար այժմ շատ դժվար է նոր հրթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր արտադրել։ We have great drone technology, anti-drone technology now that Իսկ ԱՄՆ-ն վերջին 2 ամսվա ընթացքում ըստ Թրամփի զարգացրել է հակադրոնային նոր անհավանական տեխնոլոգիաներ։ Իրանի հետ ընթացող բանակցությունների մասին տեղեկություններ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարը։ Ռուբիոյի խոսքով Պակիստանի ներկայացուցիչները առաջիկա օրերին կժամանեն Թեհրան ԱՄՆ-ի, Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության ավարտն ապահովելու ջանքերին աջակցելու համար։ Եթե բան դուրս չգա, պետքարտուղարը չի բացառել պատերազմի վերսկսումը։ waterways near their countries. Հարավային Լիբանանի Նաբաթիե նահանգի Հաբուշ քաղաքում ահռելի ավերածություններ են գրանցվել Իսրայելի այսօրվա հարվածների հետևանքով։ Կադրերում երևում է մի կողմի վրա թեքված ավերված բազմաբնակարան շենք։ Նախնական տվյալով հարվածներից զոհեր չկան։ Չորեքշաբթի երեկոյան իսրայելական բանակը նախազգուշացրել էր տարհանել Հաբուշ եւ Դեյր ալ-Զահրանի քաղաքները, կոչ անելով բնակիչներին հեռանալ առնվազն 1000 մետր հեռավորությամբ դեպի բաց տարածքներ։ Իսրայելական կողմը պնդում է, որ բանակը ստիպված է ուժով գործել Հզբոլահի դեմ հրադադարի համաձայնագրի խախտման պատճառով։ Լիբանանի հանրային առողջապահության նախարարության վերջին տվյալով մարտի 2-ից մայիսի 20-ը Իսրայելի հարվածներից զոհվել է 3073 մարդ, վիրավորը ավելի քան 9000-ը։ Իսրայելի պաշտպանության բանակը հարավային Լիբանանում սահմանել է այսպես կոչված դեղին գիծ եւ թույլ չի տալիս մարդկանց վերադառնալ իր վերահսկողությանն անցած տարածքներ։ Ըստ Թել Ավիվի սա արվում է Իսրայելի տարածքի վրա Հզբոլայի հարվածներն ու հարձակումները կանխելու համար։ Իսրայելը ուզում է անվտանգության գոտի ստեղծել Լիբանանի տարածքների հաշվին։ Ակնկալվում է, որ այն կձգվի սահմանից մինչև Լիտանի գետ, ընդգրկելով Լիբանանի տարածքի մոտավորապես 10%-ը։ Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով Իրանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նոր նախագիծ, որն այժմ Թեհրանը վերանայում է։ Ըստ լրատվամիջոցների կողմերը աշխատում են հատուկ փաստաթղթի վրա, որի ստորագրումը պաշտոնապես կավարտի պատերազմն ու կսկսվի 30-օրյա բանակցային շրջան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է սպասել ընդամենը մի քանի օր ճիշտ պատասխաններ ստանալու համար։ Նա ուղղակիորեն նախազգուշացրել է համաձայնության չգալու դեպքում ԱՄՆ-ն պատրաստ է անմիջապես վերսկսել հարվածները Իրանի ուղղությամբ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ծայրահեղ կասկածամտությամբ է մոտենում այս գործընթացին եւ ցանկանում է պատերազմը վերսկսել Իրանի ռազմական կարողությունները վերջնականապես թույլատնելու համար։ Այնուհանդերձ Թրամփը վստահեցրել է, որ իրենք լավ հարաբերություններ ունեն եւ Նեթանյահուն կանի այն, ինչ Ամերիկայի նախագահը կցանկանա։ Ավելի վաղ իրանական կողմը հայտարարել էր, որ պատրաստ է նոր զենք կիրառել ԱՄՆ-ի հարձակման դեպքում, որը դեռևս չի գործարկվել մարտադաշտում։ Փարիզում Նիցցա ակումբի ֆուտբոլային երկրպագուները անկարգություններ են հրահրել, ինչի հետևանքով 6 մարդ տուժել է։ Ըստ Le Parisien թերթի վիրավորներից մեկը գտնվում է ծանր վիճակում։ Բախումները տեղի են ունեցել Սեն Մարտեն ջրանցքի շրջանում Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ հանդիպման նախօրեին։